Մասին հարցը հիմնական զեկուցող շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյան, համեցեք։ Ազգային ժողովի հարգելի պարոն փոխնախագահ, հարգելի պատգամավորներ եւ գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում էկոպարեկային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Էկոպարեկային ծառայության մասին օրենքի 29-րդ հոդվածը կարգավորել է ծառայողի պարտադիր պետական ապահովագրությունը, որի 3-րդ մասի համաձայն ծառայողի պարտադիր պետական ապահովագրության եւ ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը։ Էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքների սահմանման շուրջ տարբեր բովանդակային քննարկումների արդյունքում կառավարությունը նպատակահարմար է գտել որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք կիրառել դրամական օգնության ինստիտուտը, պահպանելով նաև համաչափություն, քանի որ այլ ծառայությունների դեպքում նույնպես կիրառվում է հենց այս եղանակը։ Հաշվի առնելով էկոպարեկային ծառայողների կողմից բնապահպանական իրավախախտումների, ապօրինի ծառայատում, որսագողություն, ձկնագողություն, պետական անտառային հողերի ապօրինի օգտագործում, աղբոտում, աղտոտում եւ այլն, հայտնաբերելու, կանխելու եւ կանխարգելելու գործառույթներից բխող նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող ամենօրյա վտանգը, ինչպես նաեւ հանրային ծառայության մասին օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի դրույթները, այն է պաշտոնական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում ծառայողին, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը, առաջարկում ենք օրենքում կատարել նման փոփոխություն, ինչը կհանդիսանա էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք։ Վերագրալով պայմանավորված նախագծով սահմանվել է, որ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողին տրվում է միանվագ դրամական օգնություն։ Կառավարությանը տրվել է նաև լիազորություն ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանելու համար։ Բացի այդ, առաջարկում ենք օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել փոփոխություն եւ սահմանել, որ էկոպարեկային ծառայողները սույն օրենքով իրենց վերապահված լիազորությունները իրականացնում են օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև 27 թվականի հունվարի 1-ը։ Տվյալ դեպքում ժամկետի փոփոխությունը պայմանավորված է ծառայության ամբողջական կայացման համար, պայմանավորված անհրաժեշտ սահմանված ընթացակարգերով արհեստավարժ անձնակազմի համալրման եւ տեխնիկական ամբողջական վերազինումը պատշաճ իրականացնելու համար։ Խնդրում եմ հավանության արժանացնել նախագիծը, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար հերթագրում։ Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն նախագիծ ներկայացնելու համար, իհարկե խիստ կարևոր է, որ սոցիալական երաշխիքով ենք ապահովում էկոպարեկներին, որովհետև աշխատանքը ինքը վտանգավոր է, ռիսկային է եւ պետք է մենք որպես պետություն ապահովենք մեր քաղաքացիների, մեր աշխատակիցների նաեւ սոցիալական երաշխիքները։ Այդ իմաստով դրական եմ գնահատում նախագիծը, բայց մենք նաեւ պետք է գնահատման մեխանիզմ ունենանք, հասկանանք, եթե նախկինում կային անտառապահներ, տեսուչներ, ինչ արդյունք ունեինք, հիմա որ ունենք էկոպարեկներ, ինչ արդյունք ենք ունենում։ Այսինքն այն ծախսերը, որ կատարվում է այդ ծառայության այդ ինստիտուտի համար, արդարացված է թե ոչ, ինչ փոփոխություններ պետք է անենք, որպեսզի արդարացվեն, ռազմավարական մեր նպատակները ճշգրտենք նաև փաստացի գոյություն ունեցող իրականության հետ, ինչքան ծառեր կտրվել մինչև այդ, ինչքան է կտրվել էկոպարեկներից հետո, ինչքան արգելված որս է արվել, ինչքան հիմա է արվում, նվազել է ցուցանիշները թե չէ։ Այսինքն այս ամենը պետք է նաև համալիր լինի հանրությանը ավելի հավաստիացնելու, որ ամեն ինչ ճիշտ է արվում եւ այո այս աշխատանքը արժանի է նաև լրացուցիչ սոցիալական երաշխիքներով ապահովելու եւ մյուս խնդիրներով։ Ձեր կարծիքը խնդրում եմ այս հարցերի վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար, նախ սոցիալական երաշխիքի հետ կապված, ինչպես նշեցի, դրա սահմանումը նաև բխում է սոցիալական երաշխիքների մասին օրենքից, բացի այդ նաև այլ ծառայություններում
քննչական կոմիտե, փրկարար ծառայություն նույնպես սահմանված է այս սոցիալական երաշխիքը, ինչ վերաբերում է համեմատականին, որը էապես շատ կարևոր է, այսինքն նախկինում բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ անտառներում պահպանություն իրականացնողների կողմից գրանցված արդյունքները եւ նոր ստեղծվող էկոպարեկային ծառայության կատարված աշխատանքներում գրանցված արդյունքների համեմատականը, ապա դրա մասին մենք կարող ենք խոսել իրապես ծառայության ամբողջական կայացումից եւ որոշակի ժամանակահատվածում իրենց լիազորությունները իրականացնելուց հետո վերլուծելով արձանագրված արդյունքները, որպեսզի ունենանք համեմատության համար հիմք հանդիսացող տվյալներ։ Միայն մեկ օրինակ բերեմ ձեզ, որը մեզ պետք է հուսադրի, որ նոր ստեղծվող ծառայությունը ավելի լավ արդյունքներ է գրանցելու, ասեմ, որ ի համեմատություն նախկինում, երբ որ պահպանության աշխատակիցները իրենց աշխատանքը կատարել են միայն աշխատանքային օրերին եւ աշխատանքային ժամերին, այսինքն առավոտյան 9:00-ից մինչեւ 18:00, էկոպարեկային ծառայությունը իր ծառայությունը իրականացնելու է 24 ժամ անընդհատ։ Ես սիրով էլի կշարունակեի, բայց ժամանակը սպառվեց։ Շնորհակալություն։ Դուք ճիշտ եք նշում, որ իհարկե ժամանակի իմաստով մի բան է 24 ժամյա ծառայությունը, մի բան է 8 ժամյա ծառայություն, դրանք միանշանակ վիճելի չէ, բայց կարևոր է, որ լուրջ միջոցներ պետք է հասկանանք այդ ինստիտուտին, այդ միջոցները մեր հանրության, մեր բոլորի հարկերի հաշվին է։ Մենք պետք է, այո, դուք ճիշտ եք ասում, ժամանակ է պետք, որպեսզի դա գնահատենք։ Հիմա իմ առաջարկն է, որ մենք հետևողական լինենք, մենք կարողանանք հստակեցնել այս անելիքները, որ տարվա վերջին քննարկում ունենալու դեպքում ասելիք ունենանք իրար, որ կարողանանք հիմնավորել, որ տեսեք այ 24 ժամյա ծառայության արդյունքում մենք ունեցանք այսքան ծառերի ոչ չասма խնայողություն, այսքան կենթանիներ ապօրինի որսի չենթարկվեցին։ Մի խոսքով արդյունավետությունը դնենք մեր ծառայության հիմքում, սա նկատի ունեմ եւ կխնդրեմ, որ դա որպես աշխատանքային կանոնակարգ սահմանենք, ունենանք տարվա վերջին վերլուծելու համար։ Շնորհակալ եմ։ Արձագանքի։ Միանշանակ ձեր դիտարկումները ընդունելի են, էկոպարեկային ծառայության աշխատանքները պետք է լինեն հաշվետու եւ կլինեն հաշվետու ու արդյունքները պետք է ուղղակիորեն ցույց տան համեմատվելով նախկին արդյունքների հետ, թե մենք ինչ ձեռքբերումներ ենք ունեցել։ Մի նախադասությունով ամփոփեմ, որ ծառայությունը ստեղծվում է ամբողջապես ինքը նոր տեխնիկական վերազինում է իրականացվում, իսկ ծառայողի ընդունման կարգերն էլ սահմանել է արդեն կառավարությունը 3 փուլով ֆիզիկական պատրաստվածության ստուգում, թեստային համակարգով անցնել եւ հարցազրույցի փուլով նշանակվում են ծառայության։ Այս բոլոր ընթացակարգերը կարծում եմ, որ կապահովեն հետագայում լավ արդյունքներ գրանցելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն Ռուբինյան, հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, տրվել է դրական եզրակացություն, միայն ավելացնեմ պարոն Բագրատյան, որ նաև հաշվի առնելով, որ նոր պարեկային ծառայության համալրվող կազմը հատուկ քննություններ է տալիս, բավականին բարդ քննություններ է, ենթադրում ենք, որ նաև այդ առումով որակը կբարձրանա ծառայության։ Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում Հերթագրված պատգամներ չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, մտքերի փոխանակության համար հերթագրում։ Հերթագրված պատգամներ չկան, պարոն Դանիելյան, եզրափակիչելու չեք ուզում ունենալ, պարոն Մկրտչյան, եզրափակիչելու չեք ուզում ունենալ, հարցի քննարկումն ավարտվեց եւ կհանդիպենք ընդմիջումից հետո։